Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու երրորդ գիրք 5-րդ գլուխ Սողոմոն կպատրաստվի դաջարը շինել։ Դյուրոսի Քիրամ թագավորը իր ծառաները Սողոմոնի ղրգեց, քանի որ լսեր էր թե անոր հորդեղ զինք թագավորոձեր են։ Արտարև Քիրամ միշտ Դավիթը սիրեր էր։ Սողոմոնալ Քիրամի մարդ ղրգեց եւ ասավ. Թուն գիտես թե իմ հայրս Դավիթ չգրծավ դիրոջ իր աստուծույն անունին դուն գառուցանել, այն բادرազներուն պատճառով, որ զինք շրջավադող թշնամիներուն դեմ մղեց, մինչև որ դերը զանոնք անոր ոտքերուն ներբաններուն դակ դրավ։ Բայց հիմա դերը իմ Աստվածս զիս ամեն կողմե հանգստացուց, ոչ թշնամի գա, ոչ ալ ցախորդ բադահար։ Ահա ես կմտածեմ դիրոջ իմ աստուծույս անունին դում մգարուցանել, ինչպես դերը իմ հորս Դավիթի հաղորդեց ըսելով. Քու որդիդ, որ քու դեղը քահիդ վրա պիտի տնեմ, անիգա իմ անունից դում պիտի գառուցանե։ Ուստի հիմա բադվիրե, որ ինձի համար Լիբանանի մեջ մայրիներ գդրեն, իմ ծառաներս քու ծառաներուդ հետ թողլան ու ծառաներուդ վարձքը քեզի գուդամ բոլորովին քու որոշածիդ համաձայն։ Արտարև թուն գիտես թե մեր մեջ սիթոնացներուն պես ջարդար ծառ գդրող մեկը չկա։ Երբ Քիրամ Սողոմոնի խոսքերը լսեց, մեծապես ուրախացավ եւ ասավ. Օրտնյալը լա դերը այսօր, որ Դավիթի իմաստուն որդի մտավ այս մեծ ժողովրդին վրա իշխելու։ Ինձի ղրգած պատկամդ լսեցի, ես մայրի փայդի ու եղևնապայդի վերապերյալ քո ամբողջ փախցանքդ պիտի կործատրեմ։ Իմ ծառաներս զանոնք Լիբանանեն ծովը պիտի իջեցնեն, ես ալ զանոնք լաստեր շինելով ծովուն վրայեն պիտի բերեմ մինչև այն տեղը, որ ինձի պիտի ցուցնես։ Հոն զանոնք պիտի քագեմ եւ թուն պիտի փոխադրես, թունալ իմ փախցանքս պիտի կործատրես, դանս բաշար դալով։ Քիրամ Սողոմոնի փախցանքին համաձայն մայրի փայտ ու եղևնապայտ տվավ, իսկ Սողոմոն Քիրամի 20,000 քոր ծորեն տվավ անորդան ուդելիքի համար եւ 200 մար մաքուր յուղ։ Սողոմոն Քիրամի ասիգա գուդար ամեն տարի։ Դերը Սողոմոնի իմաստություն տվավ, ինչպես անոր խոստացեր էր։ Քիրամի ու Սողոմոնի միջև խաղաղություն եղավ եւ երկուքը թաշինք գնքեցին։ Սողոմոն թագավորը ամբողջ Իսրայելեն մարդահարկ հավաքեց։ 30,000 մարդ հավաքվեցավ։ Զանոնք հաջորդաբար Լիբանան ղրգեց, ամիսը 10,000 հոգի։ Անոնք մեկ ամիս Լիբանան էին ու 2 ամիս իրենց տունը։ Ադոնիրամ այս մարդահարգին վրա նշանակված էր։ Սողոմոն 70,000 բեռնագիր ուներ եւ լերը 80,000 քար դաշող։ Բացի Սողոմոնի 3,300 վերագացուներու բեդերեն, որոնք կորձը գդարող ժողովրդին վրա գդիրաբեդեին։ Թագավորը հրամայեց, որ մեծ ու հոյագապ քարեր գդրեն, որբեսի դան հիմը դաշված քարերով թրվի։ Սողոմոնի արհեստավորները, Քիրամի արհեստավորները եւ քեպաղացիները փայդերն ու քարերը դաշեցին եւ պատրաստեցին դունը գառուցանելու համար։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։